Ողջույն, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությանը հատկացնում է 34 միլիոն եվրո մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով, սա Եվրամիության հայտարարած աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է եւ ըստ հաղորդագրության ուղղված է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, առևտրի դյուրացմանը եւ հայկական արտադրողների համար շուկաների մատչելիության ընդլայնմանը։ Միաժամանակ Հայաստանը եւ Եվրամիությունը ինտենսիվ քննարկումների մեջ են դեպի եվրոպական շուկա հայկական ապրանքները արագ եւ առանց բյուրոկրատական քաշքշուկների արտահանելու նպատակով, իսկ ինչու այս իրավիճակը առաջացել վերջին ամիսներին հայկական տնտեսությունը բախվում է մարտահրավերների պայմանավորված Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով։ Ռոսսելխոզնadzորը պնդում է, որ սա քաղաքական որոշման արդյունք չէ, պարզապես Հայաստանից արտահանվող ապրանքները չեն բավարարում բուսասանիտարական եւ ԵՏՄ կանոնակարգերով սահմանված ստանդարտներին, սակայն նաեւ ռուսական կողմը մի շարք հարցեր չի բացատրել, ինչու օրինակ տասնյակից ավելի հայկական ապրանքները սահմանափակումների հանդիպեցին հենց ընտրությունների շրջանում կամ ինչու այս սահմանափակումները կիրառվեցին այն հայտարարություններից հետո, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի ԵՄ-ի կամ ԵՏՄ-ի միջև հարցադրման ֆակտոր TV-ում հրավիրել են քննարկում, որին մասնակցում են տնտեսագետ Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասֆանյանը, տնտեսագետ Սոս Խաչիկյանը, Հայկ Գևորգյանը, տնտեսական մեկնաբան եւ ազգային ժողովի նախկին падգամավոր, Արման Ղուկասյանը հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ եւ Դիանա Կարապետյանը Ադրբեջանի հարցերով վերլուծաբան։ Սկսենք ձեզնից, պարոն Գևորգյան, ինչքանով է Ռուսաստանի մտցրած այս սահմանափակումները քաղաքականության հետևանք, ինչքանով վստահել են պնդումներին, որ մեր ապրանքները ԵՏՄ չափանիշներին չեն համապատասխանում։ Կարծում եմ չկա Հայաստանի որևէ մեկը, անկախ իր քաղաքական հայացքներից, սեռից, տարիքից, որ համոզված չի նրանում, թե ինչի են ապրանքները կանգնեցվել։ Միանշանակ սա քաղաքական նկատառումներ ունի ու այդ ֆոնին ռուսական իշխանությունների կամ իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե սա բոլորովին քաղաքական ենթատեքստ չունի, ավելի են խորացնում Ռուսաստանի նկատմամբ անվստահությունը մարդկանց մոտ։ Կարծում եմ Ռուսաստանը իր գործողություններով հասնում է լրիվ հակառակ էֆեկտի ու կարելի է սոցհարցումներ անել վերջին շրջանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի հետ կապված եւ մենք կտեսնենք այդտեղ կտրուկ աճ, բացական աճ։ Տնտեսական հարվածը այնքանով ինչքանով որ այն կարելի է հարված որակել, ինչ խնդիր է լուծում Ռուսաստանի տեսանկյունից եւ Հայաստանի տեսանկյունից։ Ընդհանրապես ներքաղաքական ինչ որ դժգոհություններ առաջացնելու, տնտեսությունը ծնկի բերելու, կարծում եմ իրանց հաշվարկներով այդպիսի ինչ որ բան պիտի ստացվեր, ուրիշ այստեղ բան ասել, ավելացնելու թերևս չկա, չգիտեմ, կանցնի որոշ ժամանակ կարող ենք ավելի մանրամասն խոսել ու կտեսնենք, որ Հայաստանի տնտեսության վրա, տնտեսության ընդհանրապես տնտեսության վրա ազդեցությունը շատ մեծ չի լինի, բայց իհարկե առանձին տնտեսվարողներ եւ առանձին ոլորտներ սկզբնական շրջանում որոշակի ու կարելի ասել զգալի վնասներ կկրեն։ Քիչ անց կմանրամասնենք, դուք ինչ եք մտածում, պարոն Ղուկասյան։ Ես համաձայն եմ նրա հետ, որ հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից ոչ մի կողմերին, այսինքն նույնպես Ռուսաստանին, այս Ռուսաստանի շահից չի բխում, որովհետև Հայաստանը լիարժեք ԵԱՏՄ անդամ երկիր է եւ բնականաբար այս քայլերով կարծում եմ ոչ ԵԱՏՄ-ին է օգուտ տալիս այս սահմանափակումները, ոչ Ռուսաստանին, ոչ Հայաստանին, բայց պետք է հասկանանք ինչու է սա տեղի ունեցել, հա, ենթադրել կարող ենք միմիայն։ Հիշում եմ, որ մենք ժամանակին ձեր տաղավարում բազմիցս ռիսկերի մասին խոսել ենք, երբ այս կառավարությունը խոսում էր բալանսավորված եւ հավասարակշռված քաղաքականության մասին, այսօր գետնի վրա մենք չենք տեսնում այդ բալանսավորված քաղաքականության արդյունքները։ Հայաստանում գյուղատնտեսական ոլորտում
Ես փոքր հիմա կխոսեմ գյուղատնտեսական ուրեմն տարբեր միավորումների մասին, մոտավոր 700-800 հազար մարդ իրենց ընտանիքներով ներգրաված է, խոշորներին, ես դեռևս խոշորների մասին չեմ ասում։ Սա հստակ շատ մեծ, ես կասեի, աղետալի հետևանքներ է ունենալու իրենց տնտեսության համար եւ առհասարակ Հայաստանի տնտեսության համար։ Ինչի՞, ոչ թե որովհետեւ Ռուսաստան եւ այլն, ոչ թե հիմա քաղաքական, ուզում եմ գնահատական տամ, այլ ուղղակի մենք տասնյակ տարիներով մեր շուկան կապված է եղել ռուսական շուկայի հետ, հա, այսինքն եւ շատ վատ է որ այդպես է, որ մենք մի կետից ենք հիմնականում կախված եղել, պետք է դիվերսիֆիկացիան, որը ասվում էր, դեռևս տարիներ առաջ արվեր եւ այն փորձագետները, որոնք ասում են, որ Նիկոլ Փաշինյանի օրոք է ամենամեծ կախվածությունը մեր շուկայի տեղի ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի օրոք իր կառավարության օրոք այս Ռուսաստանից, դա փաստ է, որովհետև միայն թվերով որ նայենք 2025 թվականի մասին միայն ասեմ, մոտ 3 միլիարդ դոլարի արտահանում ունենք դեպի ԵԱՏՄ մասնավորապես ռուսական շուկա, իսկ դեպի Եվրոպական միություն մոտ 600 միլիոն դոլարից ավել արտահանումը եւ եթե նայենք տոկոսային հարաբերակցությամբ Եվրոպական դեպի միություն մեր արտահանումը նվազել է։ Սա պաշտոնական թվեր է։ Այսինքն Փաշինյանի իշխանությունն է խոցելի դարձրել մեր տնտեսությունը Ռուսաստանի առաջ։ Տեսեք, մի կողմից հայտարարվել է, որ մենք գնում ենք դեպի դիվերսիֆիկացիա, ինչի հետ ես լրիվ համաձայն եմ, պետք է գնալ դեպի դիվերսիֆիկացիա, ի վերջո, որպեսզի քաղաքական լծակներ որևէ երկիր քո վրա չունենա։ Եթե դու մի երկրից ես տնտեսապես կախված, դա յուրաքանչյուր պահի կարա դառնա քաղաքական լծակ քո երկրի վրա։ Այո, միանշանակ պետք է դիվերսիֆիկացիա անել, բայց ոչ թե խոսքերով, այլ հստակ գետնի վրա։ Կնեք, քաղաքական մեկնաբանություններ կա Ռուսաստանից, որ դուք ԵՏՄ-ում հարստանում եք, փող եք աշխատում եւ այն օգտագործում եք Եվրամիությանը մերձենալու, ինտեգրվելու, եվրոպական ստանդարտներ ներդնելու նպատակով։ Կա լոգիկա այս քննադատության մեջ։ Դե գիտեք, Նիկոլ Փաշինյանն էր գնում Մոսկվա, գալիս ասում, որ փայլուն հարաբերություններ ա Ռուսաստանի հետ, երբեք այդպիսի փայլուն հարաբերություններ չեն եղել։ Հիմա եթե փայլուն է, հետևանքն էլ էսա, սահմանափակումներն է, այդքան էլ չեմ կարծում, ուրեմն որ ճիշտ բանակցություններ ա վարվել։ Հիմա ես չեմ ուզում, գիտեք, թիրախավորեմ Հայաստանի կառավարությանը, որ այնքան որ քննադատելու համար, բայց ես կարծում եմ, որ հնարավորինս շուտ պետք է այս հարցը լուծել, որպեսզի այս արգելքները դուրս գա եւ այո, գնալ բայց դիվերսիֆիկացիան չի կարող մի տարում լինի, երկու տարում լինի, դա չի կարող, որտեղ եվրոպական շուկան լրիվ ուրիշ տրամաբանության մեջ է։ Փաստորեն մենք տարիներով տարել ենք դեպի ռուսական շուկա մեր օրինակ գյուղատնտեսական ապրանքները, որոնք ուրիշ սերտիֆիկացիա են անցնում, ուրիշ փաթեթավորում են անցնում, լրիվ այլ տրամաբանության մեջ, լրիվ այլ ֆինոսանիտարական բաներով, ֆիտոսանիտարական բաներով, նորմերով եւ եվրոպական շուկան լրիվ այլ տրամաբանություն է։ Ապատրաստ։ Լրիվ այլ փաթեթավորում, լրիվ այլ մշակույթ, եվրոպական սպառողը լրիվ այլ մշակույթ ունի, լրիվ այլ տրամաբանություն ունի։ Դա չեն կարող վերցնել 30 տարի ռուսական շուկայից մի տարում կամ երկու տարում կամ նամանդ ամիսների ընթացքում արագ դիվերսիֆիկացնել։ Մեզ հիմա պետք է որպեսզի կառավարությունը լուծի այս արգելքների հարցը եւ հետո դիվերսիֆիկացիան բնականաբար անխուսափելի պետք է լինի ու ոչ միայն եվրոպական շուկա, արաբական էմիրություններ եւ այլ արևելյան շուկաներ։ Շնորհակալ եմ, պարոն Ֆանյան, դուք ինչ եք մտածում, արդյոք պարոն Ղուկասյանի նկարագրած սցենարը, որ մի օրում հնարավոր չի լինելու տեղափոխել այնտեղից այնտեղ եւ դուք աղետ բառը օգտագործեցիք 8000։ Եթե այսպես արգելքը մնա, արդյոք բոլոր հետևանքները։ Ես երևի թե նախքան ձեր հարցին ուղիղ պատասխանել եմ, մի քիչ կոնտեքստի վերաբերյալ մի քանի տվյալներ եմ ուզում նշել։ Մենք տնտեսագետները սիրում ենք ավելի շատ տվյալներով խոսալ։ Մեր մյուս բանախոսը իր խոսքում նշեց, որ ԵՄ-ի մասնաբաժինը նվազել է Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում եւ Ռուսաստանինը ավելացել է։ Եկեք հասկանանք ինչպես դա տեղի ունեցավ։ ԵՄ-ը մենք օրինակ եթե դուք նայեք 2015, 16, 14 թվականի արտահանումը, մենք շատ մեծ քանակությամբ մետաղի խտանյութ էինք արտահանում, իսկ քանի որ մետաղի խտանյութը ինքը բորսայական ապրանք է, այսինքն գնորդը եթե ասում է եկեք տարեք Չինաստան, ես ուզում եմ Չինաստանի ձուլարանում դա հալվի եւ ոչ թե օրինակ Բուլղարիայի կամ Շվեյցարիայի, բնականաբար այստեղ կառավարության կամ որևէ նույնիսկ տնտեսվարողի ազդեցությունը ձգտում է 0-ի, հա, ինքը արտանող ԶՊՄԿ չի կարող ասել իմ
պղնձի խտանյութը տարեք Բուլղարիայի բանում հալեցրեք։ Սա մեկ եւ էս ա եղել պատճառը, որ Եվրամիությունը նվազել է։ Ռուսաստանի մասին խոսեցիք, բնականաբար այդտեղ շատ էական նշանակություն նաեւ այն վերարտանումները, որը մենք ունենք։ Բջջային հեռախոսներ, էլեկտրական սարքավորումներ եւ այլն, հետեւաբար, երբ որ նայում ենք, 35% արտահանում Ռուսաստանի մասնաբաժինը մեր ապրանքային արտահանման կառուցվածքում, դա նաեւ մասամբ պայմանավորված է այսպես կոչված վերարտանման էֆեկտով։ Բայց ես ձեր հետ համաձայն եմ այն գնահատականի մեջ, որ Հայաստանի կախվածությունը վերջին տարիներին ավելացել է։ Բայց այդ կախվածությունը ավելացել է իներցիոն էֆեկտով։ Եթե մենք նայենք բացարձակ քանակությամբ, օրինակ, ինչքան կոնյակ էինք արտահանում կամ այլ ապրանքներ, մենք տեսնում ենք, որ այս մասով Ռուսաստանը ավելի արագ տեմպերով է ռուսական շուկան զարգացել, քան այլ երկրներում, եւ մենք ունենք կենտրոնացվածություն։ Ինչ վերաբերում է հնարավոր հետևանքներին, հնարավոր հետևանքները աղետալի գնահատվեց, ես ավելի մեղմ եմ գնահատում դա, կա փաստարկներ, տվյալներ, հաշվարկներ, վերջերս նաեւ կենտրոնական բանկն ուսումնասիրություն արել, հրապարակել, որը նաեւ տարբեր մեկնաբանությունների հաճախ երկիմաստ մեկնաբանությունների տեղիք տվեց, խոսքը գնում է շուրջ 600-ից 800 միլիոն դոլար հնարավոր արտահանման կրճատման մասին։ Այդ ապրանքների մի մասը մեր տեղական շուկան ինքը հնարավոր է կլանի, ասենք օրինակ, եթե մենք պայմանական 1500 դրամով ծիրան չէինք կարողանում գնել 10 կիլոգրամ, 1200 դրամով կգնենք պայմանական 13 կիլոգրամ ծիրան, Ավելի շատ կուտենք։ Այո, ավելի շատ, չէ, չեմ ուզում սարքենք ավելի շատ, չեմ ուզում այդքան, այսպես ասած, բարձրացնել խոսքը, դա հասկանալի է իրականում, այո, գնի նվազումը, պահանջարկը ավելանում, այդ ոնց որ այդ տրամաբանության մեջ չեմ ուզում ներկայացնել, բայց այդուհանդերձ ես համոզմունք ունեմ, որ այս իրավիճակը չի կարող երկար տևել։ Հիմա փորձեմ հիմնավորել, թե ինչու։ Վերջին տարիներին, եթե դուք ուշադիր նայեք, Ռուսաստանի ազդեցության լծակները Հայաստանի վրա էականորեն նվազել է։ Օրինակ զենքի մասով մեր ներմուծումների զգալի մասը արդեն 95% նույնիսկ դիվերսիֆիկացրել ենք։ Ռազմաքաղաքական ազդեցությունը, նկատի ունեմ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա հնարավոր ազդեցությունը էականորեն նվազել է։ Միակ լծակը այս պահին, որը գործում մնացել է, դա տնտեսական լծակն է։ Եվ եթե այդ սահմանափակումները շարունակվեն, օրինակ նաև Պուտինը իր խոսքում նշեց, որ կարող է աշխատանքային թույլտվությունների համակարգ ներդնենք հայ միգրանտների համար, աշխատանքային միգրանտների համար։ Բնականաբար այդ մարտիկ որ չգնան, մենք ապրանքները չարտահանենք, իրան գազ չարտահանեն Հայաստան կամ շատ բարձր գնով արտահանեն, այդ տնտեսական ազդեցությունը իրենց Հայաստանի վրա էականորեն կնվազի եւ ըստ էության Հայաստանը իրանց, այսպես ասած, ուղեցրից ամբողջովին դուրս կգա։ Հետևաբար նրանք պետք է իրենց տնտեսական լծակներով տրամաբանությունը հուշում է, որ նրանց կողմից իրենք մոտիվացված պետք է լինեն այդ ազդեցությունը հնարավորինս շատ պահելու։ Այսինքն ոչ թե սպառնալիքը իրականացնել, այլ սպառնալիքը ձեռքում պահել եւ ցուցադրել։ Այո, ասեմ ավելի նրանք հետաքրքրված են ավելի շատ այդ տնտեսական կախվածությունը խորացնելու, որ այդ խաղաթուղթը ավելի ուժեղ խաղաթուղթ մնա։ Հիմա ինչքան որ նվազի, պատկերացրեք, մեր պատմության մենք ընթացքում ունեցել ենք, Պարսկաստանից մեր աշխարհակահաղական ազդեցությունը կորցրել ենք, տնտեսական ազդեցությունը նվազել է։ Հիմա, չգիտեմ, Իրանը որոշի ինչ հանգամանքներում օրինակ չէ, հակառակ, ասենք որոշի, չգիտեմ, հայկական ապրանքների արտահանումը իրան սահմանափակի, մեր վրա ազդեցությունը շատ փոքր է լինելու։ Ես կարծում եմ Ռուսաստանում էլ կան ավելի ողջամիտ ուղերձներ, այսպես ասած, մտակենտրոններ, մարդիկ, որ մտածում են եւ կարծում եմ իրավիճակը ճիշտ գնահատելու դեպքում կգան այն եզրակացության, որին ես եմ եկել։ Շնորհակալ եմ։ Ես գիտեմ, որ կուզենաք հակադարձել, բայց լսենք պարոն Խաչիկյան, հետո Ադրբեջանի համատեքստը եւ ռեգիոնալ կմիացնենք։ Դուք էլի այսպես ջախջախիչ ինչ որ սցենարներ պատկերացնում եք, թե օրինակ Եվրամիությունը 34 միլիոն եվրո տվեց, բայց խոստովանենք, սա ինչ խնդիր է լուծելու, սա այդպես լուրջ աջակցություն է մեր տնտեսվարողներին, թե այսպես զուտ բարոյական աջակցություն է, ինչ եք դուք սպասում։ Դա շատ մեծ աջակցություն չէ բնականաբար, բայց եթե այդ գումարները ուղղվեն դեպի ինստիտուցիոնալացում, գործընթացների ինստիտուցիոնալացում, ապա բնականաբար իհարկե դա լուրջ էֆեկտ կարող է ունենալ։ Բայց անդրադառնամ նաև գործընկերների կողմից հնչեցված մի քանի դիտարկումների, օրինակ 700-800 հազար այո մենք ունենք գյուղացիական տնտեսություններ,
բայց ցավոք սրտի մեր տնտեսական մոդելը այնպիսին չէ, որ ներառականություն ապահովի եւ այդ տնտեսությունները մեծ ներառականություն չունեն համախառն արդյունքի ստեղծման եւ այդ արտահանելի արժեքի ստեղծման մեջ եւ բնականաբար այստեղ մեծ կորուստներ չեն կարող լինել համաձայն եմ իհարկե որ մյուս տնտեսվարողները որոնք արտահանում են խոշոր ֆերմերները լոգիստիկ ընկերությունները բեռնափոխադրող եւ այլն նրանք կունենան իհարկե կորուստներ բայց բոլոր դեպքերում քանի որ շատ վատ է դա եւ քանի որ մեր տնտեսությունը ներառական չէ այսպիսի մեծ մենք ներգրավվածություն չենք ունենա վնասների տեսանկյունից եւ տեսեք մենք անընդհատ քննարկում ենք հաջորդ հարցը հա դիտարկման քննարկում ենք տնտեսությունը միայն ապրանքների առևտրի շրջանակում Սա բնականաբար լիարժեք պատկեր չի կարող տալ։ Մենք ունենք ծառայությունների ոլորտ, որ ցավոք սրտի, ես շեշտում եմ ցավոք սրտի, ՀԻԱՏՄ-ում նույնիսկ չկան բավարար կանոնակարգումներ։ Ես չեմ ասում ենթակառուցվածքներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մյուս, նույնիսկ կանոնակարգումների դաշտն է բավականին բացառիկ։ Դուք չեք գերագնահատում Հայաստանի դերը ԵՏՄ-ի համար կամ Ռուսաստանի համար։ Հայաստանի դերը Մեզ կորցնելով կամ պատժամիջոցներ կիրառելով ինչ վնաս։ Տնտեսական առումով չեմ գերագնահատի, բայց քաղաքական առումով այո, ես կգերագնահատեմ, որտեղ եւ աշխարհագրական դիրքը եւ աշխարհաքաղաքական այն գործընթացները, որ տեղի են ունենում այժմ, շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ ինչպես Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում, այնպես էլ Ռուսաստանը Հայաստանի միջոցով այլ երկրների հետ հարաբերություններում։ Պայմանական ասեմ, Իրան-Թուրքիա ենթադրենք թրիփի շրջանակում, եթե իսկապես այդ գործընթացները տեղի ունենան։ Հայաստանի դերը այստեղ շատ մեծ կարող է լինել Ռուսաստանի համար։ Տնտեսական ապրանքները, ծիրան, լոլիկ, մյուս, դրանք երկրորդական են դառնալու ժամանակի ընթացքում։ Մենք հիմա կունենանք կորուստներ։ Ես վստահ եմ, որ տնտեսությունը կկրի կորուստներ, բայց այդ կորուստների կրելու պատճառով մենք նաև կարծես թե ունենում ենք ռազմավարություն եւ գործընթացների ինստիտուցիոնալացում դեպի այլ երկրներ, հատկապես հիմա շատ ակտիվ է Եվրամիությունը։ Փորձագիտական այսպիսի կարծիք կա, չէ՞, որ Եվրոպան ամեն ինչ անում է Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու համար։ Տեսեք, այստեղ կարծես թե Ռուսաստանը ունի բավականին լուրջ լծակներ, բայց գործողություններով այնպես են անում, որ իրենք հեռանում են։ Ես դա չեմ ողջունում, անկեղծ ասեմ, ես դա չեմ ողջունում, որովհետև ինչքան էլ որ մենք մտնենք եվրոպական կամ արաբական կամ ասիական շուկաներ, միևնույնն է, բոլոր տնտեսվարողները չեն կարող տեղավորվել այդտեղ, եւ մենք Ռուսաստանի հետ փոխկապվածության որոշակի շրջանակներ պետք է ունենանք։ Գնայք պարոն Խաչիկյան, բայց մարդիկ ասում են դուք երկդիմի խաղ եք խաղում, հա, դուք մեր փողերով հարստանում եք ԵՏՄ-ի, ձեր բյուջեն լցնում եք ու գնում եք Եվրամիության ստանդարտներ եք ներդնում, որոշում կայացրեք կամ ԵՄ-ում եք կամ ԵՏՄ-ում, մի քիչ էգոիստական է, եսասիրական է, բայց այդ պետությունը այդպիսին է, ճիշտ չեն ասում։ Աշխարհում բոլոր երկրները երկդիմի խաղ չեն խաղում, բայց դիվերսիֆիկացնում են։ Այսինքն աշխարհում չկա մեկ պետություն, որ դու կախված պետք է։ Այսպիսի սկզբունք չկա, գոյություն չունի։ Ինչն է խնդիր, երբ որ մենք ապրանքների առումով ինտեգրվենք ԵԱՏՄ-ի հետ, ծառայությունների բանկային հատվածի առումով ինտեգրվենք արևմուտքի։ Բայց իրենք այլ առումներով դա արդեն գործընկերները կլրացնեն, բայց դա արդեն քաղաքականություն է, որ մենք պարտավոր ենք իրականացնել։ Ես ընդամենը մեկ համեմատություն բերեմ Վրաստանի եւ Ադրբեջանի օրինակները տարածաշրջանում մենք դուրս ենք մղվում մրցակցությունից, քանի որ եւ Ադրբեջանը եւ Վրաստանը իրականացնում են հենց ձեր ասած այդպիսի քաղաքականություն, ակտիվ են եւ ԱՄՆ-ի հետ, եւ Եվրոպայի հետ, եւ ասիական երկրներում։ Հայաստանին կարծես թե չի թույլատրվում։ Սա արդեն մեր մրցակցային դիրքերը թույլատնում է, քաղաքական առումով, ռազմական առումով, բոլոր առումներով թույլատնում է։ Եվ այո, պետք է թեկուզ եւ որոշակի տնտեսական կորուստների գնով ինչ որ առումով գործընթացները, դիվերսիֆիկացիայի գործընթացները ինստիտուցիոնալացվեն։ Շնորհակալ եմ, Տիկին Կարապետյան, լսենք ու ես գիտեմ բոլոր ունեցակցություն ասելու։ Տեսեք, երկու կոմպոնենտ՝ Թրամփի ուղի եւ ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղիներ։ Եթե մրցակցային չլինեն հայկական երկաթուղիները, Թրամփի ուղին կարող է դառնալ Թրամփի արահետ լավագույն դեպքում, հա։ Եվ սա կապված է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ադրբեջանի, Թուրքիայի հետ այս ռեգիոնալ process-ների հետ։ Մեկը էս իմաստով, ընդհանրապես Ադրբեջանը այս հայ-ռուսական լարվածությունը ձեր ընկալմամբ ինչպես է դիտարկում հնարավորություն ճնշել Հայաստանին ինչ որ պահանջներ ներկայացնել
ստացել, թե հնարավորություն բացել ճանապարհները, օրինակ գազ վաճառել, օրինակ երկաթուղիների ապաշրջափակման հարցերում առաջ գնալ եւ այսպես ասենք ռեգիոնալ համագործակցություն կառուցել։ Նրանց դիրքավորումը այս հարցերում ինչպիսին է։ Տեսեք, Ադրբեջանում արտաքին քաղաքական ստրատեգիան երբեք էմոցիոնալ որոշումների վրա չի հիմնվում եւ իրենք շատ հստակ պրագմատիկ հաշվարկներ են անում, երբեմն որոշումները լինում են ուշացած, բայց լինում են հստակ եւ հաշվարկված։ Նույնը այս դեպքում, հաշվի առնելով թե ռուսական ներկայությունը ինչ ներկայություն եղավ նախընտրական ընտրությունների հենց բուն շրջանում եւ նաեւ հետընտրական շրջանում եւ ինչ գործիքակազմ կիրառեց Մոսկվան Հայաստանին այդ ճնշելու process-ում, դա Բաքվին տվեց բավականին լայն մանևրելու դաշտ եւ հաշվի առնելով նույն այդ տնտեսական ճնշման գործիքները, դա Բաքվին առնվազն ազդակ էր, որ Ռուսաստանն այլևս այդ հովանոց պետությունը չէ, հովանոց process չունի եւ անցել է պատժիչ մեխանիզմ լինելու եւ դա նաեւ Երևանի համար որոշակիորեն ուղղորդող գործընթաց կարող է լինել, որպեսզի ավելի դինամիկ դարձնի կոմունիկացիաների բացման բանակցությունները, այո։ Եվ կարող ենք ասել, որ նաեւ Բաքվին սա հստակ ցուցիչ էր առայն, որ այդ երաշխավորի ինստիտուտը, որը նախընտրական շրջանում բազմիցս քննարկվեց ընդդիմադիր ուժերի կողմից, Ռուսաստանի դեպքում չի աշխատելու, որովհետեւ փաստացի կողմնակալ վերաբերմունք ունի Ռուսաստանը այդ շրջանում Հայաստանի իշխանությունների նկատմամբ եւ լիարժեքորեն դուրս է գալիս այդ անկողմնակալ միջնորդը կամ երաշխավորը լինելուց եւ Բաքվին թույլ է տալիս շարունակել պնդել, որ բանակցությունները պետք է լինեն երկկողմ եւ առանց որևէ երաշխավորության եւ եթե խոսենք հնարավորությունների մասին, իրականում իրենց փորձագիտական շրջանակներում էլ քննարկում են, որ քանզի Թուրքիայի հայ-թուրքական սահմանի բացման բանալի ըստ էության Բաքվի ձեռքին է եւ ցանկացած պահի իր որոշմամբ առնվազն որոշակիորեն կարող է այդտեղ առաջխաղացում լինել, ասում են, որ գուցե փորձի Բաքուն կայացնել այդ քաղաքական որոշումը եւ փաստացի դուրս գալ Ռուսաստանի դեմ եւ անել այդ քայլը Հայաստանի թույլ տալով, այո, հասնել իր ապրանքները մինչեւ Մերձավոր Արևելք եւ Եվրոպա, բայց կարծում եմ, որ առնվազն այս պահին դա չի անի, որովհետեւ իրեն պետք չի այդ ադրբեջանական ռուսական կոնֆլիկտը վերստին ուրեմն օրակարգ բերելը, որովհետև վերջերս են իրենք դա ըստ էության ամփոփել, ապրիլին են հայտարարել, որ իրար հետ որևէ հարց չունեն եւ սկսել են որոշակիորեն հարաբերությունները կարգավորել։ Իսկ գազի թեմայով հայկական կողմը քիչ անց պարոն Գևորգյան որ խոսի, կասի դե Ադրբեջանից գազ բերելու տեխնիկական հնարավորություններ կան, մեր հարցազրույցում դա է ասում, իսկ քաղաքական որոշում Բաքուն ինչքանով կկայացնի չասեմ փրկելու հայկական տնտեսություն, բայց աջակցելու Երևանին դուրս գալ այս ճնշումներից։ Տեսեք, եթե իրավիճակը հասնի այնպիսի կրիտիկական վիճակի, որ գազային այդ պայմանագիրը որոշակի փոփոխվի կամ գնի բարձրացում լինի եւ լինի այստեղից այդ պահանջարկը, Բաքուն կարող է առաջարկել Թուրքիայի միջոցով կամ ուղիղ, կարծում դուք կնշեք հնարավորություններ կան թե ոչ, այդ գազային կապուղիները, սակայն դա եւս շատ կոնկրետ քաղաքական որոշում է պահանջում եւ քանի որ Բաքվում ոչինչ այդպես անպատասխան չի լինում, այնտեղ ուղղակի ժեստեր չեն անում էլ հստակ առևտուր է, պետք է իմանանք նաև թե մենք ինչ ենք տալու դրա դիմաց։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Գևորգյան, դուք վաղուց չեք խոսել։ Գազին հարցազրույցում ես արդեն նշել էի այդ տեղեկատվությունը, որը կարծեմ բաց է նույնիսկ, որ 23 թվականին 1.5 ամսով Հայաստանը գազ է ստացել Ադրբեջանից, բայց պաշտոնական հաղորդագրություն ինչ որ եղել է այդպես։ Ոչ թե ուղիղ Հայաստանի կառավարության եւ Ադրբեջանի կառավարության միջև շփումներ, այլ Գազպրոմը ձեռք է բերել Ադրբեջանից գազ եւ մոտակայել Հայաստանի տեխնիկական հնարավորությունը կարծես թե կա։ Այդ առաջին դիտարկումս, երկրորդը գործընկերը խոսեց դիվերսիֆիկացման մասին, գիտեք, դիվերսիֆիկացումը ինքը իրենով չի կարող լինել կառավարության մի հատ որոշում կամ նույնիսկ օրենք կամ սահմանադրության մեջ հոդված դնես, ասես, ըհը, վերջ, մենք դիվերսիֆիկացվում ենք։ Այդպես չի, դիվերսիֆիկացիան ինքը տեխնիկական, շատ լուրջ, տեխնիկատնտեսական, նույնիսկ կարելի ասել եւ քաղաքական լուրջ երկարատև աշխատանք է պահանջում, որովհետեւ իր ասածը այն է, որ մենք պատրաստ չենք, այսինքն կառավարություն չի պատրաստել տնտեսության, բայց անում ենք քայլեր, որոնք մեզ հետևանքներ են բերում Ռուսաստանից հարվածներ են բերում։ Շատ լավ։ Հիմա մենք նայենք օրինակ, այս պահին մենք տեսնում ենք, որ ամենաշատը տուժում է գյուղատնտեսությունը, հա, կարող ենք նայել գյուղատնտեսության մեջ, օրինակ 800,000 գյուղացիական տնտեսությունները իրենք չեն մասնակցում այդ արտաքին առևտրի մեջ, իրանք չի կարող 3 հատ ծիրանի ծառ ունեցող գյուղացին
լիներ արտաքին առևտրի սուբյեկտ, հա, չի կարող ինքը լինել, որովհետև իր հավաքած, ասենք 3 տոննա ծիրանը, դրա մեջ չի արտահանման սուբյեկտ են, արտահանման բաներ են, զանգված են միայն արդյունաբերական գյուղատնտեսության, միայն չասենք, բայց մեծամասամբ, ամենամեծ մասնաբաժինով, դրանք արդյունաբերական գյուղատնտեսություն, այսինքն ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, հիմա եթե նայենք մենք, այսինքն որպեսզի դու կարողանաս դիվերսիֆիկացնել քո գյուղատնտեսական ապրանքների արտահանման ուղիները, պիտի ունենաս ապրանք, որը ինքնարժեքով ցածր է, որակով բարձր է եւ քանակով մեծ։ Դա ապահովում են միայն արդյունաբերական խոշոր, այո։ Հիմա եթե նայենք վերջին մի քանի տարիների ընթացքում, թե որքան ինտենսիվ այգիներ են հիմնվել, որքան ջերմոցներ են հիմնվել, կտեսնենք, որ ահռելի աշխատանք է տարվել եւ այդ այգիների ու ջերմոցների շինարարության հիմնման համար կառավարությունը հսկայական միջոցներ է ծախսել։ Միլիարդավոր հիմա ստանդարտներին հասնենք, հա, եթե կարելի է, եւ երկրորդ արտաքին առևտրում ՌԴ-ի մասնաբաժինը, ինչպես մեր գործընկերացած մի քիչ չափազանցված է, այդ վերարտահանման բաղադրիչը, եթե մենք հանում ենք, այդտեղ էականորեն նվազում է։ Բացի այդ, եթե նայենք այս տարվա առաջին 4 ամիսների տվյալները, հիշեցնենք, կարծեմ 27% է իջել 35%-ից։ Իսկ չէ, անցած տարվա նույն 4 ամսվա համեմատ։ Ծավալները համարյա կրկնապատկվել են 1.7 անգամ աճել է դեպի Եվրամիություն արտահանումը, չեմ պնդում, որ դա ինչ-որ որևէ մի տեսակի ապրանքի շնորհիվ չի, օրինակ, ինչպես նշեց, հանքահումքային չեմ պնդում, բայց մենք ֆիքսում ենք, որ 25% է իջել, 25 թե 26% է իջել 35-ից։ Այդ էլ կարող լինի ժամանակավոր, չգիտեմ, ինչ-որ մի կոնկրետ ապրանքի հետ կապված, հա։ Եվ երրորդը բառներ օգտագործում, կուզեի դրան էլ անդրադառնալ։ Հիմա էլ անցնենք աղետալին։ Աղետալի ես ասացի, որ որոշակի ոլորտների ու որոշակի ընկերությունների վրա սա շատ մեծ ազդեցություն կունենա։ Բայց պիտի նայենք, որ հիմա 70%-ը մոտավորապես Հայաստանի արտաքին առևտրի դա Ռուսաստանը չի։ Ընդհանրապես ԵՏՄ-ն էլ չի, 70%-ը։ Դա Միացյալ Նահանգներն են, Կանադան է, Մեծ Բրիտանիան է, արաբական երկրներն են, Ավստրալիան է, Չինաստանն է, շատ մեծ։ Այնպես որ այստեղ այդ աղետալի բառը կարծում եմ տեղին չի։ Ու հետո այստեղ պետք է հաշվի առնել մեր գործարարների արագ արձագանքման բանը, ձիրքը, հա, որ իրանք շատ արագ են արձագանքում ճգնաժամային պայմաններում եւ 22 թվականին Հայաստանի համար կանխատեսված 0.8% տնտեսական աճը վերածվեց ոչ 10% տնտեսական աճի, այսինքն գործարարները հնարավորություն տեսան ու օգտվեցին այդ հնարավորություններից։ Ռուս-ուկրաինական պատերազմը։ Այո, ռուս-ուկրաինական պատերազմից էական չի ոնց ինչ բան, բայց այդ արագ արձագանք ընդամենը մի քանի շաբաթ կամ ամիսների ընթացքում գտան այն ճանապարհները, որոնք մեծ օգուտներ բերեցին Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ, պարոն Ֆալյան, լսենք պարոն Ղուկասյանի հակադարձումն է, ապա ձեզ։ Երբ ասում եի աղետալի, նկատում էի այն հստակ ընտանիքների համար, ես շեշտեցի հստակ ընտանիքների համար, որոնց համար դա հացի գումար է, հա, հիմա տնտեսության համար հասկանալի է, որ կոլապսի չեն ենթարկվի, հասկանալի է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչն էլ կարելի է, մի դուռը փակվում է, մի քանի դուռ կարելի է բացել, բայց ամեն ինչի համար ժամանակ է պետք, հա։ Դուք ասում եք, որ փոքր տնտեսություններն են 700-800 հազար մոտավորապես, կան խոշորները, բայց եւ իրանք չեն արտահանում, բայց չէ՞ որ այդ խոշորները նաեւ գնում են այդ փոքրներից եւ հետո արտահանում են։ Դա հիմա ես չեմ կարծում, որ քիչ, հա։ Մոտավորապես 400 խոշոր, տենց խոշոր գյուղատնտեսական բան ունենք, ընկերություններ, որոնք որ շղթայաբար կապված են այդ ձեր ասած փոքրների հետ։ Մի խոսքով գիտեք ինչ, եթե մենք հիմա սպառում ենք օրինակ Ծիրանը երկրում, դուք ասում եք շատ կուտենք, հա, Ռոբերտ ջան, բայց ասենք կներեք էլի դա մի քիչ բարձեցված տենց մոտեցում է։ Չէ, ուզում ասեմ միանշանակ սա շատ լուրջ խնդիր է։ Այս արգելքները լուրջ խնդիր է մարդկանց
կյանքի համար, ովքեր որ այդ ոլորտում ներգրաված են, որոնք որ ապրում են այդ ոլորտի։ Հիմա մենք այստեղ փորձագիտական, ես չգիտեմ, ով որքան է կապված բիզնեսի հետ, արտահանման հետ, բայց ես շատ ընկերներ ունեմ, ովքեր կապված են ու հավատացնում եմ ձեզ, որ դուք իրենց հետ շփվեք, կզգաք տրամադրությունները։ Ինչ հարցեր են բարձրացնում։ Նախ եւ առաջ ասում են, օրինակ ամենապրիմիտիվը ասեմ, ծիրան ենք, չէ՞, շատ պրիմիտիվ է, պարզ լինի, օրինակ ծիրան ենք արտահանում տարիներով Ռուսաստան, ասում ենք ծիրանը թերթի մեջ փաթաթում ենք, դնում ենք արկղերի մեջ եւ արտահանում ենք Ռուսաստան։ Ասում եք պատկերացնում եք Եվրոպական միություն, մենք կարող ենք թերթի մեջ ծիրան բանանել, փաթեթավոր, դնել արկղի մեջ, այն մեր իմացած փեդից արկղերի մեջ ու տանել։ Ասում է երկրորդը մշակույթը, ասում է եվրոպացին օրական 3 ծիրանից ավել կարող է չգնի, որովհետեւ նրա մշակույթը եվրոպացու գյուղատնտեսության նկատմամբ, գյուղամթերքի նկատմամբ ցած շատ ուրիշ է, որովհետեւ իրենք չեն ուզենա ինչ-որ բան գնեն, որը կփչանա, հա։ Այսինքն լրիվ այլ մենտալիտետի մասին։ Էլ չեմ խոսում լոգիստիկայի հարցեր, չգիտեմ ոնց է այստեղ տենում, ոնց են լուծելու, բայց լոգիստիկայի հարցը առաջի խոչընդոտն է։ Հələ միջև այդ ստանդարտներին հասնելը, փաթեթավորելը, չգիտեմ, սանիտարական նորմերը եւ այլն, դա առաջերտին լոգիստիկայի խնդիր է։ Քո ապրանքը պետքա տանես, ծախսերը անես, վերջում գինը լինի մրցունակ, ել չասեմ, որ այդ մարդիկ սովորեն տարիներով լրիվ այլ ուրեմն մթերքի եւ այլն։ Կառավարության ծրագրերը բայց ուզում եմ ուրիշ բան ես ասեմ, հա, շատ կարեւոր բան ասեմ, որ թյուրն բռնում չլինի։ Ես չեմ ասում ժամանակի ընթացքում այս բոլոր խնդիրները չեն կարող մենք լուծել։ Այո, իհարկե կարող ենք եւ լուծելու ենք, վստահ եմ։ Բայց դա չի լինելու շուտ, դա չի լինելու արագ, այդ մեր բիզնեսմենների հմտությունները ես շատ հարգում եմ ու մեր ազգը իրոք տաղանդավոր ազգ է, բայց ես օրինակ կարծում եմ, որ լավ կլինի, ինչի պետքա մենք օրինակ Ռուսաստանում չկարողանանք տանենք մեր ապրանքը Ռուսաստան։ Դա քաղաքական խնդիր է, բնականաբար, այդ ոնց է, այդքան տարիներ տարել ենք նորմերին համապատասխանելա, հիմա ստացվեց որ չի լուծումը որտեղ է քաղաքական լուծումը ոչ ձեր դաշտումը, ոչ իմ, ոչ էլ հարգելի մեր փորձագետների լուծումը օրվա քաղաքական որոշումներ կայացնող մարկանց ձեռքում, ուսա Քավլիցի չեմ ասում որ քննադատ եմ, որովհետեւ խնդիր չունեմ։ Չէ, ես չեմ ասում, գիտեք, այս Եվրամիություն դեպի Եվրոպա գնալու չէ, ես դες բան չեմ ասում, հեսա կասեմ ինչ եմ ասում։ Ես գիտեմ որ քննադատությունը շատ այսօր ինչն է շատ կառավարության հանդեպ քննադատություն, դրանով չեմ ինչ որ ձևով տարբերվի, հա, բայց ես կարծում եմ որ լավ կլինի այս հարցը լուծել։ Ես չեմ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, ես չգիտեմ Պուտինը իրականում ինչ է ուզում Փաշինյանից ու մեր երկրից։ Ես կարամ միայն ենթադրեմ։ Ես չգիտեմ խնդիրը այն օրենքն է, որը մենք ընդունել ենք դեպի Եվրամիություն գնալու, որը որ իրականում որևէ գետնի վրա որևէ ազդեցություն չունի։ Ոչ հայտ ենք ներկայացրել Եվրամիության անդամ դառնալու, ոչ անդամ դիտորդի կարգավիճակ ունենք, անգամ հայտ չունենք, այո, տեխնացու չենք։ Հիմա ես կուզենամ մեր կառավարությանը հարցնեմ, ինչ հարց լուծեց այդ օրենքը ընդունելով։ Բացի խնդիրներ առաջացան։ Օրինակ որ հայտ ներկայացնեն, ես սա տրամաբանության մեջ կհասկանայի, որ հայտ ենք ներկայացրել, կան որոշակի կոմունիկացիաներ, Եվրոպական միությունից կա ֆիդբեք եւ ըստ պայմանավորվածության մենք ներկայացրել ենք քաղաքական հայտ անդամ դառնալու, հետո կդառնանք, կունենանք դիտորդի կարգավիճակ, բայց մենք ընդունել ենք օրենք, որը որևէ իրավական, ու չել կարա ունենա այդպես բան, հա, եւ որևէ գետնի վրա նշանակություն չունի։ Եթե իմիջային առումով է ընդունվել, որ գիտեք ինչ, մենք գնում ենք դեպի, հա, ես կարծում եմ դա կարող էին անել ավելի ճիշտ ժամանակին, այսինքն միգուցե դեռևս վաղ էր դա անել, հա, ես հարցադրում եմ որպես անում, բայց ինձ թվում էր, օրինակ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որ մեր կառավարությունը այդպես վստահ որ ասում է մենք վարում ենք բալանսավորված հավասարակշռված քաղաքականություն, ինձ թվում է դա մարդիկ մի բան գիտեն, որովհետև իրենք են քաղաքական բանակցությունների մեջ, իրենք են տիրապետում դետալներին, իրենք են ի վերջո կարողանում կոմունիկացվել Ռուսաստանի նախագահի հետ, արտաքին գործերի նախարարի հետ, հա, բայց իրականում ստացվեց որ բալանսավորված չի, փաստորեն, բայց մի բան էլ ավելացնեմ եւ շատ ժամանակը բան չանեմ, ես համաձայն եմ ձեզ հետ, ես էլ եմ կարծում, որ սա ժամանակավոր բնույթ է կրում եւ ես կարծում եմ որ սա արգելքները դուրս են գալու իրականում, որովհետեւ եթե դուրս չգան, հասնելու են գազի գնի վերանայմանը եւ բոլոր մնացած հետևանքներով, հա, բոլոր մնացած հետևանքներում համար։ Եթե կարճ արձագանք ունեք ցույցում, հետո բայց մեր համար ովքեր Հայաստանի Հանրապետությունում ապրում են։ Մի անգամ մենք պարոն Անանյանի հետ խոսել ենք, չկա մի կետ, որտեղ այդ կոնֆրոնտացիան էսկալացիան կկանգնի։ Եթե իրանք գնում են գազի ու ասենք մթերքների
ներմուծման արգելքին, մենք էլ գնում ենք Գազպրոմն է այստեղ իրենք Գազպրոմն են կորցնում, երկաթգիծն են կորցնում, ռազմաբազան են կորցնում, սահմանապահներին են կորցնում, ընդհանրապես ռուսական այդ պաշտոնական լրատվամիջոցներն են կորցնում, այսինքն իրանք կորցնելու շատ ավելի մեծ բան ունեն, քան մեր, ասենք, Ծիրանն է։ Մեր Ծիրանը վաղ թե ուշ ինչ որ միտեղ արտահանվելու է, վաղ թե ուշ։ Այսինքն միայն Ծիրանն է, միայն Ծիրանի հարցն է։ Դե իրանք մենակ Ծիրանով են խոսում են պայմանական ասած ուրիշ բոլորը Չամոզած բան Գևորգյանը ձեզ որ Ռուսաստան կգամ գազիկին հետո անկեղծ ասած ես այն մարկանցից չեմ ուզում անընդհատ ինչ որ վախի մտնոլորտում պայի ասի գիտեք ինչեր կլինի դա թող ռուսները մտածեն ինչ նպատակ են իրանք դրել այս արկելքներով միայն համաձայն եմ որ եթե արկելքները խորանա ուժեղանա եւ այլն մենք էլ մեր անելիքը պետք է անենք ես չի նստելու ենք սպասենք հա բայց դա կարծում եմ որ այդպես չի լինի բայց այդտեղ հարցը նա է որ ինչի մենք պետք է հասնենք այս կետի ախր ես դա չեմ կամ ասել այսինքն մենք հիմա ինչի պետք է որ քայլն է բերել դրան ԵՄ-ի օրենքը Նիկոլ Փաշինյանն է քննարկում Վլադիմիր Պուտինի հետ է հարցը ես չեմ կոստյումի գույնը մեզ դուր չի գալիս եվրոպական գույնի է հագել հասկանում եք իրանք նենց քաղաքական բաներն ուղղություն են վերցրել Հայաստան ներքաղաքական ամենակոպիտ ամենակոշտ ձևով խառնվում են ներքաղաքական կյանքին դա կապ չունի այդ օրենքը կլիներ բայց ով է թույլ տվել որ խառնվեն Չէ, ով մի հատ կներեք էլի, հիմա Թուրքիան է կարա վաղը խառնվի, ով ուզի կարա խառնվի, հա, բայց մեր երկրի քաղաքական թիվ 1 պատասխանատուները, ովքեր պատասխանատու են այս երկրի ամեն ինչի համար, իշխանությունները, իրենք են, չէ, վարել այնպիսի քաղաքականություն, որ հասել է այն կետի, որ խառնվում են, էնել են անում, էսել են անում։ Դրան հակադարձելը ո՞րն է դա դիմադրելը դրան։ Այսինքն 8 տարվա վարած մեր քաղաքականությունն ու երկխոսությունն է Ռուսաստանի հետ։ Միգուցե իրանց համար 2013 թվին ի՞նչ տեղի ունեցավ։ Լսեք, ես հիմա խոսում եմ 2013 թվականին ի՞նչ տեղի ունեցավ։ Դե ինչ որ տեղի ունեցավ 18 թվականին դրա գնահատականներ ժողովրդի կողմից ձեր ասած 13 թվականին մի գիշերվա մեջ մենք գնում էինք Եվրոպա, մենք մի գիշերվա մեջ որոշեցինք որ գնում ենք ԵՏՄ չունենալու ընդհանուր սահման։ Հետո էլ ասում ենք թե այն որոշումը լավն էր, այս հիմա ոնց որ ինչ-որ օրենքներ են ընդունում, ես չեմ ասում լավն է, տեսակ խանգարում է ամեն ինչ։ Գիտեք, այդպես չի։ Գիտեք, անընդհատ դա ռուսական նկարտումներն են, քաղաքական եւ կարելի ասել կայսերապաշտական։ Այդ կայսերապաշտական նկարտումներին մենք կամ դիմադրում ենք, կամ չենք դիմադրում։ Դուք առաջարկում եք չդիմադրել, ես ձեր հետ համաձայն չեմ։ Նախ ես չեմ առաջարկել չդիմադրել, հատուկ շեշտեցի։ Ես ասում քաղաքականությունը ունենց ենք վարել, որ իրանք ես հատուկ տեսեք դուք հիմա մանիպուլացնում եք, ու ես բոլոր մարդիկ տեսնում են, մեզ դիտողներն էլ կտեսնեն, որ ես շեշտեցի հատուկ, որ ես ասում եմ, որ եթե լինեն քայլեր, բնականաբար չպետք է նստենք սպասենք, մենք էլ մեր քայլերն ենք անելու։ Դուք ասում եք ես Ես Ուկրաինայի համար հիմա չեմ խոսա, որովհետև ես հիմա խոսում եմ մի թեմայի շուրջ, դուք տանում եք լրիվ այլ թեմայի շուրջ։ Տեսեք, եթե մենք ուզում ենք գնանք կոնֆրոնտացիայի ճանապարհով եւ մտածում ենք, որ այս սրան այլընտրանք չկար, այս կետին որ պետքա միևնույն, չէ, միևնույն, չէ, ես ասում եմ այդ կոնֆրոնտացիան կետ չունի, որտեղ կանգնելի է։ Դրա համար ռուսական կողմը մի պահ մի ինչ-որ մի պահի հասկանում եմ որ արդեն էսկալացիա։ Այսինքն ձեր ասածը այն է, որ ով է լիներ իշխանության այս 8 տարիների ընթացքում, լինելու էր այս կետը։ Դա եք չէ ասում։ Դե տեսեք, ձեր ասածից դա եմ հասկանում։ Ես էլ ասում եմ, եթե լիներ իրանց ուզած իշխանությունը Հայաստանում, նման բան չէր լինի։ Հիմա կշարունակենք։ Դե ես չգիտեմ, գիտեք, իրանց ուզած իշխանությունը չի դրա համար։ Կարծում Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինն էր աջակցում ժամանակին 20 թվականին է, 18 թվականին էլ իրենք ընդունել են ժողովրդի որոշումը։ Ինչ եք ասում, որ իրանց ուզած իշխանությունը չէ։ Ես կարծում եմ իրանց ուզած իշխանությունը եղել է։ Վայրի մեթոդները Սալավյովական ու Սիմոնյանական մեթոդներով Հայաստանի վրա ազդելու քաղաքականությունը դատապարտված է, իրեն կգա նորից նորմալ հարաբերություն։ Շատ լավ, պարոն Ֆանյան, պարոն Գասյանն ասում է մի նավակը դեռ չի մոտեցել եվրոպական նավակը։ Մենք ոնց որ դեմ չենք, որ այս մեր նավակը, որի մեջ գտնվում ենք, ծակվի, հա, ինչ որ խութերի հանդիպի, ինչ որ դժվարություններ ալեկոծվի, համաձայն չեք ընդհանուր տրամաբանության հետ։ Բայց թույլ տվեք մի քանի դիտարկման անդրադառնալ, հետո նոր ձեր հարցին կպատասխանեմ։ Մեկը որակի ենթակառուցվածքների մասին կամ այդ տեխնիկական կանոնակարգերի մասին, ապրանքների հետ կապված։ Նախ ուզում եմ նշել, որ այս հարցով խորհրդակցել եմ տարբեր հենց մասնագետների հետ, իրենք նշում են, որ ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերը մեծապես մոտարկված են ԵՄ-ի տեխնիկական կանոնակարգերին։ Այլ բան է, որ եթե մենք ունենք ապրանքներ, որոնք չեն համապատասխանում այդ
պահանջներին եւ արտահանվում էին Ռուսաստան, հիմա չեն արտահանվում կամ բայց այս հարցը ուզում եմ ասեմ մենք մեր մոտ sense մտայնություն կա որ դրանք էականորեն տարբեր բաներ են, չէ, պեստիցիդ ոնց ԵՄ-ում չի կարելի ասենք ինչ որ տոկոսից բարձր այդպես էլ ԵԱՏՄ-ում։ Մյուս հարցը գազի հետ կապված, պարոն Գևորգյանը իր խոսքում նշեց այդ 2023-ի դեպքերի մասին։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ պաշտոնական վիճակագրությունում այդպիսի տվյալներ չկան։ Այդպիսի տվյալներ չկան։ Հիմա եթե պայմանական Ռուսաստանը Ստավրոպոլի մարզում այնտեղ վերցնում է ադրբեջանական գազ, մեզ այնտեղ մատակարարում է, բնականաբար գազից ծագման սերտիֆիկատը դժվար է հասկանալ, հա, թե ինչն է, բայց պաշտոնական տվյալներ համենայն դեպս չկան։ Բայց ես ձեր հետ համաձայն եմ այն հարցում, որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է տեխնիկապես Ադրբեջանից գազը հասցնել Հայաստան, Վրաստանով անցնող գազամուղով, հա, որովհետև խաչվող ուղիներով գնում են, հա, նկատի ունեմ դեպի Ջեհյան գնացող գազատարի մասին եւ նաեւ հնարավոր է փոխատեղում անել ուղակի բերել Հայաստան։ Ինչ վերաբերում է Գազպրոմին հնարավոր մենք ոնց որ պայմանագիրը խզելու հետ կապված, վստահ եմ շատ լավ հիշում եք այդ պայմանագիրը դեկտեմբերին կնքված երկու համաձայնագիր, հա, մեկը գնիներ վերաբերում, մյուսը այս բաշխման ցանցի սեփականությունը եւ ինչ սահմանափակումներ ունեինք։ Ես կարող եմ ես տնտեսագետ եմ, իրավաբան չեմ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի երրորդ հանրապետության մեջ կնքված ամենաամոթալի համաձայնագրից մեկը այդ 2013 թվականի դեկտեմբերի գազի բաշխման վերաբերող համաձայնագիրը, որտեղ նշված է նույնիսկ եթե սահմանադրությունը փոխենք, իրավունք չունենք մենք այդ ենթակառուցվածքները ազգայնացնենք, այսինքն եթե մենք որոշենք դառնալ օրինակ կոմունիստական պետություն, ամեն ինչը ազգայնացնենք, հա մեր բնակարանը, մեկը մենք դրան իրավունք չունենք։ Բայց եթե Ռուսաստանը չեղարկի այդ պայմանագիրը, այստեղ խնդիրը ինչու՞մն է։ Մենք իրականում ապրում ենք այն ժամանակներում, մենք այն խոսում ենք պայմանագրային հարաբերությունների աշխարհը արդեն ավարտվել է։ Հաճախ մեր շատ փորձագետներ, որ քննարկում են, Ռուսաստանին վերաբերում են ոնց որ ասենք մինչև 2022 թվականի փետրվարի 19-ի Ռուսաստանը կամ մինչև 2020 թվականի փետրվարի 25-ի Ռուսաստանը, հա։ Ռուսաստանը չի էլ եւ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ պետքա վերաֆորմատավորվի, նոր բնույթի հարաբերություններ պետքա ձևավորվեն կամ Ռուսաստանը մեզ կկորցնի, մենք էլ Ռուսաստանից, հա, ուղղակի բանա որ պետքա դիտարկել։ Ոսկու արտահանման հետ կապված, դուք ներողություն, արտահանման հետ կապված նշեցիք, որ 2026 թվականին իջել է Ռուսաստանի մասնաբաժին, դա նրանն է, որ մենք ունեցել ենք ոսկու վերարտահանում, ոսկու վերարտահանումը Ռուսաստանից բերում ենք, տանում ենք Միացյալ Արաբերական Էմիրություններ, Հոնկոնգ, հա, քանի որ ընդհանուր արտահանումը ավելացել է, Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է։ Այսպիսի մեխանիզմ կա, որ ինքը գործում է։ Չէ, ֆիզիկական էլ է մեծացել։ Ֆիզիկական շատ լավ մեծացել, թվերը չեմ հիշում։ Ես էլ չեմ ուզում այդ մասով ոնց որ պնդումներ անել, կանանք բան անենք։ Ինչ վերաբերում է նավին, հա, որը մեր էսպային մենք ունենք։ Եվրոպական դրոշով նավակը դեռ չի մոտեցել, մինչդեռ մենք ռուսական դրոշով նավակին վթարի ենք ենթարկում։ Ես կարծում եմ մենք այս նոր աշխարհում առհասարակ, հա, սա տնտեսական միայն հարց չի, սա աշխարհակում մեր պետության դիրքավորման հետ կապված մենք պիտի որոշումներ կայացնենք։ Եվ ռազմավարական ապագայի։ Եվ ռազմավարական ապագայի մասին, օրինակ տեսակետներ կան նեյտրալիտետի վերաբերյալ, տեսակետներ կան եվրոպական միության ինտեգրման հետ կապված եւ այլն, պրոռուսական լինելու, հարուսական, այսպես ասած ուղեցրում մնալու եւ այլն։ Ես կարծում եմ այս պահին Հայաստանի վարած քաղաքականությունը գոնե այդ մասով ինձ որպես տնտեսագետի ես տնտեսական ոնց որ բանով կնշեմ, բավականին դրական եմ համարում։ Նույնիսկ այն համագործակցությունը, որ մենք խոսում ենք, հա, օրինակ երկաթուղու մասով, հա, դրա կոնցեսիայի հնարավոր, այսպես ասած, շահառուն չէ, կառավարող ընկերություն լինելու ղազախական ամենայն հավանականությամբ եւ ոչ թե ասենք պայմանական գերմանական կամ ֆրանսիական, որը շատ ավելի ցավալի է լինելու Ռուսաստանի համար։ Էլի մենք տեսնում ենք, որ որոշակի կոնսենսուս կա այս մասով բավարարելու եւ գարի եւ գալի, այսպես ասած, կարիքները։ Չի ուզում իր բնականաբար նրանք էլ իրենց մաքսիմալիստական բաներն են ուզում։ Ես ինչի՞ եթե շեղվեմ Վանոս Իրադեղյանը իր ստեղծագործություններից մեկում էս բան ունի, չէ, որ ասում է
տերը չի ճանաչում հարճի հավատարիմ լինելը, հա, որովհետև չի պատկերացնում, ոնց կարա հարճը հավատարիմ չլինել, Չլինի, որ մի հատ էլ հա, որ մի հատ էլ մտածի, նույն այդ հարցը հիմա մեր եւ հայ-ռուսական հարաբերությունների մեջ ենք չենք պատկերացնում, ոնց կարող ուրիշ ձև լիներ, հա, մոտավորապես։ Սա է հարցը, որը մենք իրականում չեն լուծվում, ըստ ասում եմ, մենք ցավոտ է լինելու կոնֆրոնտացիայի ճանապարհով ենք գնալու, անխուսափելի է։ Ցանկացած ապահարզան երկրներից միջև, չգիտեմ, ամուսիններ շատ ցավալի հետևանքներ է ունենում, ուղղակի պետքա հասկանալ այս խնդիրը ոնց կարելի է մեղմել։ Ես օրինակ համաձայն եմ մեր գործընկերոջ հետ, որ Հայաստանը օրինակ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ քայլերը կարելի է բավարար գնահատել։ Իհարկե ոչ, չի կարելի բավարար գնահատել այս տարիներին իրականացված քայլերը։ Նույնիսկ այսօր որ մենք խոսում ենք ԵՄ ինտեգրման մասին, եկեք բացենք ՍԵՊԱ-ի իրականացման հաշվետվությունը, հա, մոնիտորինգի հաշվետվությունը։ Բավարար է, բավարար չի։ Այստեղ շատ կարևոր Դա է ասում եմ, մինավատի ոտքներ չեք կարող։ Չէ, ես իմ բարձրացած հարցը կայանում է նրանում, որ պետքա ցանկացած ուղղությամբ կատարվող աշխատանքները լինեն հետևողական եւ այդտեղ ջանք պետք է ներդրվի։ Մենակ ասել դիվերսիֆիկացիա, այդպես դիվերսիֆիկացիա չի լինում։ Մենք վերջերս նայել ենք Մոլդովայի փորձը։ Երկար տարիներ է պետք, 5-ից 10 տարի է պետք, որպեսզի այդ դիվերսիֆիկացումը անել։ Ոստե միայն ապրանքի որակը չի, նախ իրանք պետք է բրենդը ճանաչեն, հա, գնացեք Եվրոպա, ասեք հայկական ծիրան, ով գիտի այդ հայկական ծիրանի մասին։ Ոչ մեկ չգիտի կամ շատ չի վրա են քույզ դրել, պարոն Ֆանյան, այս դուխով քաղաքականության։ Մենք իրականում ունենք հնարավորություններ։ Մենակ չասեք սփյուռքա հայերը ծիրան գիտեն։ Իրականում նայեք դիասպորա, ես երբեք այդ ձևի բան չեմ անում, բայց դիասպորա մարքեթինգ կոչվածը ինքը շատ կարևոր գործիք է, դա մենակ մերը չի, էլի, ասենք Հնդկաստանն ա արել, Իտալիան ա արել, որ այսօր ամբողջ աշխարհով մեկ իտալական պիցցաներ են կամ ճապոնական սուշի է, այդ դիասպորա մարքեթինգի նաև հետևանքներն է։ Մենք այդ պոտենցիալը, օրինակ նույն Սփյուռքի հետ կապված մեր պոտենցիալը շատ ցավալիորեն չենք օգտագործում։ Եվ այս առումով էլ խնդիր կա, որ պետքա կարողությունները զարգացնել, հարաբերությունները զարգացնել։ Ասում եք ցավոտ է լինել, դա փլուզում է նշանակել տնտեսության, չգիտեմ, Չի լինելու վաղը մյուս օրը լուրջ խնդիրներ։ Մեր տնտեսական աճը սահմանափակվելու է։ Ես օրինակ շատ մեծ ռիսկ եմ ավելի շատ տեսնում գազի գնի ազդեցությունը մեր տնտեսության վրա, քան թե ծիրանը, լոլիկը կամ պաղպեղը չարտահանելը։ Եվ եթե մենք նայում ենք տարբեր սցենարներ, պատկերացրեք, եթե դառնում է $350, դա մեր տնտեսության համար անում մոտորապես մենք հաշվարկել ենք 400 միլիոն դոլար։ 400 միլիոն հավելյալ $400 միլիոն մեր տնտեսության համար։ Բայց դա ուրիշ խնդիրն է։ Նույնիսկ մենք այլընտրանքային մատակարարման մասով, եթե այդ գազի համաձայնագիրը մնա եւ բան, մենք իրավունք չունենք ոչ իրանական գազ, ոչ թուրքմենական գազ, ոչ էլ ադրբեջանական գազ բերել։ Չէ, բայց եթե Ռուսաստանը տանում է առճակատման եւ այսպես խախտում է հայ-ռուսական գազային պայմանագիր, դա Հայաստանի ձեռքերը չի ազատում, չգիտեմ, Գազպրոմի ցանցը վերցնել կամ այլ մատակարար։ Դրանք երկու առանձին համաձայնագրեր են։ Մի համաձայնագիրը գնագոյացմանն է վերաբերում, որը կապված է Հայաստանի մատակարարող գազի գինը Օրենբուրգի մարզի գազի գնին, հա։ Եվ երկրորդը, որտեղ են մեր 20%-ը փոխանցեցինք, իդեպ այդ 20%-ի գինը մոտավորապես 63 միլիարդ դրամ է գնահատված։ $300 միլիոն մասն է խոսքը։ Այսօրվա սակագներով մոտոր 180-170 միլիոն դոլարի մասին է, եւ եթե ինչ որ մի հատ sense հնարավորություն ունենանք մենք այդ 63-ը պատկենք 5-ով, այսինքն ամբողջ ընկերությունը ձեռբել ենք 300, ասենք 15 կամ 320 միլիարդ դրամով, ես կասեի եկեք մեր պետական պարտքը ավելացնենք, մեր հարկերը ավելացնենք, այդ $800 միլիոն հավաքենք տանք Ռուսաստանին, այս գազի ցանցը մնա մեզ, նույնը ասենք երկաթուղուն է վերաբերում եւ մնացած ամեն ինչի։ Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է $800 միլիոն դիմաց տալ Գազպրոմ Արմենիան Հայաստանին, էլի դա շատ ավելի մեծ ազդեցության բան է, քան թե $800 միլիոն։ Շատ լավ, պարոն Խաչիկյան, ռիսկերը կառավարել են տնտեսական այլընտրանքներ, չգիտեմ, երկաթուղու հարցը նշվեց, ապրանքների մատակարարումներ, վաճառքի, գազի, դուք ինչպես եք դիտարկում առաջիկա տնտեսական process-ը։ Նախ անդրադառնամ այն խնդիրներին, որ նշեցիք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հնարավոր են այդ խնդիրները լուծել։
Գիտեք, հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ որ խնդիրը լուծվում է շատ ավելի մեծ համատեքստում։ Եվ եթե չստացվի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում լուծել խնդիրը, դա կարող է լուծում ստանալ Հայաստան, Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, Իրան, արաբական աշխարհ, այսպիսի համատեքստում ենթադրենք։ Եվ վստահ եմ, խնդիրների մեծ մասը հենց այդ համատեքստում են։ Ինչու եմ այդպես կարծում։ Այսօր հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում ստեղծված բավականին շատ պայմանագրեր գրեթե չեն գործում։ Երևի միայն գործընկերների նշած շատ վատ գազային պայմանագիրն է գործում։ Չի գործում ռազմական համագործակցության պայմանագիրը 1997 թվականին կնքված, ենթադրի։ Ես այդպես եմ կարծում, որ դա բացարձակ չի գործում։ ԵԱՏՄ-ի հետ կնքված համաձայնագրերը բազմիցս քննարկվել են, շատ մեծ կիրառելիություն չունեն։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք հղում ենք տալիս ինչ-որ դաշնակցային գործընկերային հարաբերությունների, որի փաստաթղթային հենքը կարծես թե երկար ժամանակ չի գործում։ Եվ այս խնդիրները պետք է այո կամ գործում են միակողմանի Հայաստանի պարտավորությունների շրջանակում, հա, դուք իրավունք չունեք այլոցից զենք առնել, որովհետև միգուցե դա էլ կա, իհարկե, հենց դրա պատճառով եմ ասում, որ չի գործում։ Մենք իրականում իրավունք չունենք, այսպես ասած, զենք առնելու, բայց ստիպված ենք դա անում։ Վաղը մյուս օր այլ խնդիրների առաջ ենք կանգնելու, գազի շրջանակում էլի ստիպված որոշակի քայլեր պետք է անենք, կարծում եմ։ Սրանք խնդիրների լուծման համալիր մեթոդը, ես կարծում եմ, սրա միակ ճանապարհը ընդհանուր այլ խաղացողներ, այլ գործընկերների դերակատարում տալու մեջ է որոշակի առումով եւ օրինակ Ռուսաստանը կողմ չի ԱՄՆ-ի ԵՄ-ի դերակատարման։ Տեսեք, հիմա մենք ունենք թրիփ համաձայնագիր։ Ես դա չեմ համարում միայն հաղորդակցության ուղիների բացման համաձայնագիր։ Հիշենք, որ դրա շրջանակում կնքվել են 3 այլ համաձայնագրեր։ Միկրոչիպերի արտադրության, միջուկային էներգետիկայի վերաբերյալ, հունիսի սկզբին կնքվեց համաձայնագիր հունիսին, եթե չեմ սխալվում, թե մայիսին հազվագյուտ հանածոների հետ կապված ԱՄՆ, Հայաստան, այո, տեսեք, սրանք շատ կարևոր համաձայնագրեր են, եւ եթե այսպիսի համաձայնագրերի կոնտեքստը մեծանա, ընդլայնվի եւ սկսվեն սրանց կիրառական, այսպես գործընթացները, այն մյուս համաձայնագրերը 1997 թվականի գազային կորցնելու են արդիականությունը։ Ես գրեթե վստահ եմ, որ միջուկային էներգետիկայի համաձայնագիրը ինչու է կնքվում, ինչ նպատակով։ Սրա նպատակը հիմնականում էներգետիկ անկախ համակարգ ունենալն է Հայաստանի ներսում, թեկուզ եւ ամերիկյան ընկերություն, չասեմ ամբողջովին անկախ, բայց վերահսկելի գոնե։ Դուք կարծում եք, որ խոշոր էներգատար թվային գործարաններ կառուցելու գործընթացի շրջանակում իրենք կհենվեն հեծի վրա, որքան էլ որ դա ազգայնացված լինի։ Բացարձակ, ես այդ կարծիքին չեն հենվի։ Ի նկատի ունեմ չեն հենվի այն պատճառով, որպես ենթակառուցվածք, կապ չունի դա Հայաստանի պետությունը ինչպես է վերահսկում, որպես ենթակառուցված դա չի կարող սպասարկել այն ծրագրերը, որոնք կան, եւ սրանք կան, հիշենք, նորից կրկնեմ, թրիփի շրջանակում ձևավորված։ Այսինքն նոր տնտեսական մոդել է ձևավորում, հարցը պետք է լուծի միայն սրա շրջանակում։ Եթե ասենք գազը այս պահին չկա, վաղը կարող է լինել, լարսն այս պահին փակ է, վաղը կարող է բացվել, սրանք հարցի լուծումներ չեն։ Նոր մոդել է առաջարկվում եւ վստահ եմ, որ Ռուսաստանը հետագայում ցանկություն կունենա որոշակի ձևով ինտեգրվելու այս նոր մոդելի շրջանակում, այս նոր մոդելի մեջ, իհարկե դրանց պայմանավորվածությունները կարող են բավականին լուրջ վերափոխումներ բերել այլ համաձայնագրեր, բայց իմ կարծիքով այո, լուծումներ կլինեն նաեւ ցավոտ, ինչ որ առումով կորուստներով, ինչ որ առումով դրանք նաեւ եղել են այնպես չէ, որ մենք դա չենք տեսել, չենք ունեցել եւ նույն գործընթացը շարունակվում է, բայց վերափոխումները վստահ եմ կլինեն աշխարհաքաղաքական կոնտեքստում, ավելի մեծ տարածաշրջանի կոնտեքստում եւ իհարկե կորուստներով հանդերձ դրանց լուծումները կան։ Շնորհակալ եմ։ Այդ Տիկին Կարապետյան շատ է խոսում ադրբեջանական գազը գնում է Թուրքիա, Բաքու-Ջեյան, նավթամուղ Հայաստանը կօգտվի, ընդհանրապես դուք սա ինչքանով ռեալ եք դիտարկում եւ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները որոշակի շարժ են արձանագրում, Թուրքիան թույլատրում է իր տարածքով երկաթուղիներից օգտվել, սա ինչքանով իրատեսական այլընտրանք կարող է լինել Հայաստանի համար, ինչ եք դուք մտածում։
Իրականում այս իրավիճակը հայ-ռուսական հարաբերությունում ստեղծված իրավիճակը Ադրբեջանի համար հենց այդ win-win ասվածն է, հա, ինքը բոլոր դեպքերում չի տուժվում եւ պարզապես սպասում է, թե երբ է լինելու այդ կրիտիկական հարվածը հայկական կողմին, որից հետո արդեն բանակցությունների կամ այլ երկխոսությունների շրջանակներում կավելացնի այդ բանակցային քննարկվող թեմայի գինը։ Թե ինչը կլինի, դա կլինի գազը, կլինի սահմանների բացում, կլինի ինչ-որ այլ գործընթաց։ Երևանը խնդիրներով գնա եւ ինչ-որ բաներ խնդրի։ Այո, փորձում է սպասում է հենց այդ կրիտիկական կետին, այսինքն այս պահին մենք դեռ տեսնում ենք այդ փոխադարձ հարվածները եւ կարծում եմ, որ բոլոր դեպքերում, ինչպես նշեց մեր բանախոսներից մեկը, Ռուսաստանն է առավելապես այստեղ կորցնելու, այսինքն եթե իրենք հարվածը տալիս են, այս կողմից ստանում են, բոլոր դեպքերում ինչ որ պահի Ռուսաստանը կանգնելու է, որովհետև այստեղ կնքված կա TRIP-ի համաձայնագիրը, որը Ռուսաստանի համար բավականին մեծ խնդիր է, ինքը այստեղ դեր չունի, այստեղ ունի ամերիկան դեր, Ադրբեջանը, Հայաստանը եւ այստեղ ինքը շատ կոնկրետ խնդիր է տեսնում, բոլոր դեպքերում փորձում է որոշակի ներգրավվածություն իրեն ապահովել, սակայն ըստ էության չի ստացվում։ Ինչ վերաբերում է թուրքական եւ ադրբեջանական, ուրեմն տնտեսական այդ գործոնները օգտագործելը, կարծում եմ, որ Ադրբեջանը, եթե իհարկե լինի այդ քաղաքական որոշումը եւ համապատասխան միջավայրը, ապա կարող է փորձել առաջարկել իր տարածքը որպես կոմունիկացիոն, ուրեմն հատված, որպեսզի հայկական կողմից այդ ուրեմն արտահանման, այո, հաշվառելով որ իր տարածքով գալիս է, գուցե փորձեն նաեւ քննարկել այդ պայմանը իր տարածքով գնալու։ Թե որքանով է դա իրատեսական, կախված է միայն Բաքվում ընդունված քաղաքական որոշումից, նույնը նաեւ Թուրքիայի պարագայում իհարկե հենց թուրք-ադրբեջանական հստակ համագործակցության եւ պայմանավորվածության շրջանում։ Ամեն դեպքում թուրքական երկաթուղին կարծես թույլատրվում է օգտագործել Վրաստանի տարածքով, իսկ գազի մասով ինչ կարող եք ասել։ Նույնը գազի մասով, այսինքն բացառապես քաղաքական որոշման պետք է սպասենք եւ Հայաստանի կողմից հստակ դիրքավորմանը, որ իրենք այդ քաղաքական որոշմանը սպասում են։ Մի համատեքստ էր, որ անընդհատ է շրջանակներում քննարկվում է, դա այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ շահն է Ռուսաստանի քաղաքական եւ այլ ազդեցություններ նվազեցումը, հետեւաբար նրանք պետք է կոնֆլիկտը լուծեն, չպատերազմեն, որ Ռուսաստանը չգա եւ երկուսի նկատմամբ քաղաքական ազդեցություն չձևակերպի։ Այս տնտեսական խնդիրները, որ առաջանում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, արդյոք Ադրբեջանը կդիտարկի ձեր ընկալմամբ հայկական կողմին որոշակի բոնուսներ, աջակցություն ցույց տալ, նույն այդ ռուսական ազդեցության տարածումը թույլ չտալու նպատակով, ինչ եք կարծում։ Ես նախորդ անգամ էլ ասացի, որ չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ որոշակի առճակատման կգնան, գուցե այդ քայլերը լինեն փոքր ոչ նշանակալի քայլեր, որոնք Հայաստանի համար տեսանելի կլինեն, սակայն ռուս-ադրբեջանական հարաբերություններում այդքան էլ դեր չեն խաղա, որովհետև վերջին շրջանում ես ասացի, իրենք փորձում են հարաբերությունները կարգավորել, նաև սեպտեմբերին, եթե ես ճիշտ եմ հիշում, Բաքվում կա ADEX կոչված այդ ցուցահանդեսը, պաշտպանական, ուրեմն ցուցահանդեսը, որին նշվել է, որ մասնակցելու է Ռուսաստանի արտգործնախարարը, այսինքն հարաբերությունները փորձում են բերել որոշակի նորմալ մակարդակի եւ կարծում եմ, որ տեսանելի եւ շոշափելի քայլեր չեն անելու հենց ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Շնորհակալ եմ, սկսենք ամփոփել, խնդրեմ պարոն Գևորգյան։ Դիվերսիֆիկացիայի մասին նախ ասեմ, եթե մենք խոսում ենք միայն յուղմթերքի, խոսենք գազի դիվերսիֆիկացիայի, ասենք խոսում ենք 18 թվականից հետո այդ դիվերսիֆիկացիան ավարտվեց, հա, մինչև այդ շատ լավ էր ամեն ինչ բան։ Հիշացնեմ միայն Իրան-Հայաստան գազամուղի պատմությունը, որ պաշտոնապես արդեն հայտարարվել էր, որ պետք է լինի 1200 մմ, վերջին պահին ռուսական կողմի այսպես շատ ծանր մահակի տակ որոշվեց, որ պիտի լինի 700։ Հիմա այն, որ մենք այլընտրանքային գազամուղ չունենք որևէ այլ երկրից գազ բերելու, դա հենց դիվերսիֆիկացիայի պակասն է։ Եվ գազամուղը հենց այն ապացույցն է, թե ինչպես է Հայաստանը զրկվել դիվերսիֆիկացվելու հնարավորություններից կամաց։ Նույնը 12 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, ինչին էր 13 թվականի սեպտեմբերի 2-ի, հա, որոշումներ, որ մի օրվա մեջ անցավ ԵՏՄ, այդ հենց նրա համար էր արված, որ Հայաստանի տնտեսությունը հանկարծ այնպեսին չդառնա, որ վաղը մյուս օր կարողանա ամբողջ աշխարհի հետ առևտուր անել։ Այնպես որ այդ կարծում եմ, մեղմ եմ ասում, այնքան արդարացված չի, որ
գործող կառավարությանն են մեղադրում դիվերսիֆիկացիա չունենալու մեջ։ Իհարկե, կարող ենք այստեղ խոսել, որ դիվերսիֆիկացիան դանդաղ է գնում, կարող ենք խոսել, որ թերություններով է գնում, կարող ենք խոսել, որ բյուրոկրատական ինչ-որ խնդիրներ են առաջանում, բայց հիմքում շատ մեծ խնդիրներ ունենք, ահավոր մեծ խնդիրներ ունենք, որոնցից օրինակներից մեկը հենց գազամուղն է Իրան-Հայաստանի, որովհետև եթե Իրան-Հայաստան գազամուղը լիներ 1200 մմ, մենք այսօր շատ այսպես վստահ կարող ենք ասել, որ Իրանից ստացվող գազի ծավալները կարող են մեզ բավարարել։ Նոր գազամուղ, թուրքմենական գազ, սրանք եթե լիներ 1200 հնարավոր էր արդեն այլ տեխնիկական հարցեր լուծելով եւ նաեւ ֆինանսական տարբերակներ, նոր գազամուղի կառուցում կամ նոր գազամուղներ, գիտեք, ես մի քիչ մի քանի տարի, տասնյակ տարիներ առաջ ես ուսումնասիրել եմ այդ խնդիրները, օրինակ Հայաստան Ադրբեջանից եկող էլի գազամուղ կա, որը Հայաստանի միջով գնում է դեպի Նախիջևան, որը սառեցված է, չի գործում։ Հիմա չգիտեմ դրա տեխնիկական վիճակը դժվար թե լավը լինի։ Եվս մի գազամուղ կա, որը Գեղարքունիքի մարզամտնում, եթե չեմ սխալվում, դրանք փոքր գազամուղներ են, Տավուշի, այո, Տավուշով գալիս են, այսինքն այդպիսի կոմունիկացիաներ կան, որ ժամանակին այդպես կտրտվել են, փակվել են, չեն գործում, այսինքն ուզում եմ ասել, որ ժամանակի հետ այդ բոլոր խնդիրները կլուծվեն ու մի քիչ ընդամենը մի ամիս է ինչ Ռուսաստանի հետ այս խնդիրները ծագել են, ամիս ու կես ավելի թեժ ֆազայում, եթե դիտարկենք ու մենք խոսում ենք տնտեսություն կկործանվի, երկիրը կկործանվի, պատմական ժամանակաշրջանի առումով 1.5 ամիսը մեղմ ասած շատ կարճ է, որպեսզի խոսենք նման զարգացումների մասին։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան, ամփոփենք։ Ես չեմ կարծում, որ դիվերսիֆիկացիա պետք է արվեր մենակ այն ժամանակ, սպասելով թե երբ կլինեն արգելքներ Ռուսաստանի կողմից, 1.5 ամսվա մասին չգիտեմ ինչ եք ասում, որովհետև խնդիրը նա է, որ այս իշխանությունները առաջի օրվանից ասել են, որ իրենք վարելու են բալանսավորված քաղաքականություն եւ փաստերը թվերը ցույց են տալիս, որ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը մեծացել է։ Թե դա արտահանման, թե որ ոլորտում է վերցնեք, դա թվեր են եւ փաստեր են, հա։ Ինչ կապված է անընդհատ նախորդ իշխանությունների հետ համեմատելը, դե եթե նախորդ իշխանությունները այդքան լավը լինեին, հիմա միջև իշխանության կլինեին։ 8 տարի է այս իշխանություններն են, չէ՞, երևի ճիշտ կլինի համեմատենք այս իշխանություններին, իրենց գործերը եւ հայտարարությունները։ Այդ էլի 13 թվականի պայմանագրի մասին որ խոսվեց, այդ 13 թվականի պայմանագրի հետևանքով որևէ կառավարություն իրավունք չուներ երկրորդ գազամուղ կառուցել Հայաստանում։ Չէ, ես գազամուղ չեմ ասում հիմա։ Ես ամենացավոտ ամենացավոտ խնդիրը գազն է։ Հիմա եթե իրավահարաբերություններն այնպիսի պայմանագրեր են կնքվել, որ Հայաստանը չկարողանա որևէ գազամուղ, նույնիսկ կեսդույմանոց գազամուղ կառուցել դեպի Հայաստան, ոնց է դիվերսիֆիկացնելու, օրինակ գազը։ Բայց դուք հիմա մենակ գազն եք, չէ՞ վերցնում։ Ես հիմա մենակ գազից չեմ։ Ծանրն է, մենք խնձորը, ծիրանը, դեղցը մի տեղ կգտնենք կվաճառենք գազը, հիմա ասեք, ինչի չի կարողանում Հայաստանը այլընտրանք ունենալ գազի հետ կապված, որ պայմանագրի շնորհիվ։ Դե ես ասեմ, եթե իշխանությունները լավը լինեին, կլինեին միջև հիմա իշխանության, երևի դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ ինչ կապված է ուրեմն ադրբեջանական գազ գնելու, ուզում եմ հիշեցնեմ, որ այդ քաղաքական որոշումը, որ այդպես ասվում է, քաղաքական որոշում, դա ունենալու է նաև քաղաքական գին։ Ասում եթե Ադրբեջանը մի բան մեզ տալիս է, մի բան դիմացը ակնկալելու է։ Հիմա կապ չունի ինչ ակնկալել, ուզում եմ ասեմ, այդ տրամաբանության մեջ պետք է նայենք։ Ռուսաստանը գեղեցիկ աչքերի համար է վաճառում։ Իսկ դուք տես երկիր գիտեք գեղեցիկ աչքերի համար, եթե գիտեք օրինակը դե եթե գիտեք, չէ, դե ինչ եք ասում նույնն է, չէ, որովհետեւ տարբերությունը քաղաքական։ Այսինքն դուք համարում եք, որ հիմա Ռուսաստանի հետ քաղաքական։ Այսինքն դուք դնում եք նույն հարթության մեջ Ռուսաստանը եւ Ադրբեջանը նույն ռիսկերն եք տեսնում երկու երկրից մեր հանդեպ։ Դե արդեն դա ձեր ոնց որ կարծիքն է, ես ձեր կարծիքը հարգում եմ, որ ասում եմ ձեր անձնական կարծիքն է։ Իսկ ինչ կապված է ուրեմն
չգիտեմ, դժվար ճանապարհով գնալ, շուտ ցավոտ լինելու եւ այլն, ցավոտ է լինելու, բայց դիմանալու առաջարկում եմ մոզախիզմով չզբաղվել։ Մազոխիզմով։ Այո, լավ կլինի առանց ցավալի ճանապարհ, որտեղ ես հիշում եմ ժամանակին ատոմակայանն էլ որ փակեցին, ասացին, բան ջերմուկ կծախենք, կապրենք, հետո նորից այդ ատոմակայանը բացեցին, նորից նույն ճանապարհով։ Ես առաջարկում եմ բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ։ Եվ վստահ եմ, որ քաղաքական առումով հնարավոր էր այնպես անել, որ այսօրվա արգելքները չլինեին, եւ հնարավոր էր ունենալ հարաբերություններ Եվրոպական միության հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Վրաստանի մոդելով նկատի ունեք։ Դե գիտեք հիմա հայկական մոդելով, հա, ես sense կանվանեմ, հայկական մոդելով։ Ու այո, հենց խնդիրը նա է, որ մենք ստեղ ոչ թե պետքա պաշտպանենք չարասները իշխանության, այլ պետք է նշենք, որ կա խնդիր եւ հանրությունը ակնկալում է այդ խնդիրների լուծումը։ Ոնց եղավ, ինչ եղավ 13 թվականին Սերժ Սարգսյանը ինչ ստորագրեց եւ այլն, ասեմ, եթե լավը լիներ այդ իշխանությունը, միջև հիմա կլինեին իշխանություն։ Իրանք են այսօր եւ թող բարի լինեն, մենք անցնենք առանց հնարավորինս մեծ ռիսկերի, առանց ինչ Իրանից գազամուղ կառուցեն։ Դե հիմա եթե հնարավոր չի գազամուղ կառուցել, բա ուր է գնում արճակատման Ռուսաստանի հետ։ Ուրեմն ինչ դառնա բան Բելարուս։ Չէ, այսինքն կամ Բելարուսը, կամ իրանք պահանջում են, որ մենք դառնանք Բելարուս։ Դուք ինչ գիտեք իրանք ինչ են պահանջում։ Դուք Պուտինի հետ հանդիպել խոսացել եք։ Չէ, դուք Լավրովի հայտարարությունները նայեք։ Լավրովի հայտարարությունները հրապարակային հայտարարություններ են։ Դուք գիտեք, որ հակ եւ հրապարակային հայտարարությունները նենց չի, որ միշտ 100 աստիճան իրար հետ համընկնում են։ Կարող եք ասել ինչի է Ռուսաստանը դատապարտում Գյումրիում մի հատ հայրենական պատերազմի հուշարձանի վրա տառեր պոկելը, իսկ Ադրբեջանում ամբողջական բաներ են վերացվել հուշարձանը, որովհետև Ադրբեջանը ուժեղ է։ Որովհետև Ադրբեջանը այսինքն Հայաստանին ինքը ո՞նց է դիտում։ Հայաստանին ինքը դիտում է որպես բան, հա, սուվերեն երկիր, թե տարվա մեջ կարային ավելի ուժեղ լինենք, քան հիմա։ Ոչ ես, ոչ դուք դա չէին կարող անենք, որովհետև պետք է անել այն իշխանությունը, որը կա հիմա։ Հա, այսինքն ինչ դուք ես գիտեք ինչ ամբողջ հարցման մեջ նկատի ամենայն հարգանքով ձեր անձի նկատմամբ, հա, որևէ ձևով չվիրավորվեք իմ ասածից, բայց ես նկատում եմ դուք ինչ որ հաստաբանական դեր ունեք, ես իշխանություն։ Հաստաբանական չէ, ասում եմ օբյեկտիվորեն, կոնկրետ օրինակ եմ բերել, գազի դիվերսիֆիկացիան ոնց է առաջարկում հաշվի առնելով այն պայմանագիրը։ Ոնց է գազի կառաջարկում։ Չէ, գազի, հա։ Չէ, ուզում եմ, եթե դուք տենց պրիմիտիվ պատասխան եք սպասում, ես տենց ոնց էներգետիկ անվտանգության խնդիր է գազամուղը։ Գազամուղը էներգետիկ անվտանգության խնդիր է։ Ես ձեզ հարց եմ տալիս, ոնց էր կառուցելու Հայաստանի գործող իշխանությունը գազամուղ դիվերսիֆիկացնելու համար, եթե պայմանագիր է կնքվել հեռավոր 13 թվականին, որ դու նույնիսկ կես դույմանոց գազի խողովակ իրավունք ունես կառուցելու։ Պետք է չգնալ կոնֆրոնտացիա ուրեմն կինոն ավարտվել է, ինչ եղել է, ուրեմն իշխանությունը ես առաջարկում եմ մի քանի ամիս սպասել, գուցե նաև մի քանի շաբաթ։ Նոր էսենց ալարմիստական կործանման, բան կործանման։ Ես ինձ վրա վերցնեմ, խնդրեմ ապոփեք։ Իրականում այո, Ադրբեջանի դերը այս կոնֆլիկտային իրավիճակում քաղաքական որոշումների շրջանակում է, այսինքն քաղաքական որոշումը կլինի հստակ ցուցիչը թե այստեղից ինչ պատասխան կտրվի դրան եւ ըստ էության դրանք կկատարվեն, բայց միևնույն ժամանակ կախվածությունը լինի դա Ռուսաստանից, լինի Ադրբեջանից, բոլոր դեպքերում ցավալի է, կապ չունի այդ գազային պայմանագիրը Ռուսաստանից է մեզ կախվածության մեջ դնում կամ ինչ որ մի վատատեսական սցենարում Ադրբեջանից է կախվածության մեջ դնելու, բոլոր դեպքերում դա վատ է եւ պետք է պարզապես չլինել կախված, այլ դիվերսիֆիկացնել եղած ուրեմն հնարավորությունները եւ ոչ թե լինել ստորին եւ ուրեմն առավել բարձր դիրքերում, այլ բանակցել հավասարը հավասարի հետ։ Կարծում եմ, որ բացառապես այդ տրամաբանության շրջանակներում պետք է աշխատեն եւ Ադրբեջանի ուժեղ պետություն լինելու մասին չի ցանկանա, որ մենք այստեղ խոսեինք, որովհետեւ բոլոր դեպքերում մենք Հայաստանում ենք, Հայաստանի ուժեղության մասին, Հայաստանի ուժեղ դիրքերի եւ հնարավորությունների մասին պետք է խոսենք։ Ադրբեջանում թող իրենք խոսեն իրենց ուժեղության մասին։ Աստրվեց դրա համար էս ասացի ինչն է պատճառը։ Շնորհակալ եմ։ Իդեպ Հայաստանը մինչև 2000-ականները որ երկրից էր գազներ գրում։ Միշտ ռուսական։ Միշտ ռուսական։ Թուրքմենիայի հետ պայմանագրեր կային։ Բայց էլի Գազպրոմի միջոցով, էլի Ռուսաստանի Էլի Գազպրոմի միջոցով, պարոն Խաչիկյան, ամփոփենք, խնդրեմ, ինչ եք տեսնում, ինչ եք ակտում։ Նախ որքան էլ որ վաղը մյուս օր բանակցություններ տեղի ունենան Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, միևնույն է դրանք մի ինչ որ պահի նորից ընդհատվելու են, հետո վերսկսվելու են, հետո ընդհատվելու են։
Ինչի պատճառով, որովհետև մենք պետք է փոփոխության ենթարկենք իրավապայմանագրային հենքը, այն ինչ որ կա չի աշխատում։ Ես չեմ ասում դա զրոյացնենք, ոչ, եկեք արդիականացնենք։ Բայց եթե քաղաքական ընկալում չկա, տարբեր ճանապարհներով են գնում, ո՞նց է դա հանգեցնելու ավելի լուրջ տարանջատման միմյանցից։ Փաստաթղթերը փոխեցին, բայց չեն հասկանում։ Ես չեմ ասում փոխել, ուղղակի ֆիզիկապես փոխել, արդիականացնել։ Ես մի քիչ Վերել իրողությունների դաշտ։ Այո, որովհետև փոփոխություններ են տեղի ունեցել եւ շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել եւ շարունակում են տեղի ունենալ։ Եթե մենք ունենք օրինակ 1997 թվականի դաշնակցային պայմանագիր, բայց ունենք նոր հարաբերություններ Իրանի հետ, նոր հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, նոր հարաբերություններ Եվրամիության հետ, որ դրանք բոլորը կնքվել են 1997 թվականից հետո, եկեք այդ 97 թվականի փաստաթուղթը վերանայենք, լավացնենք, չեմ ասում զրոյացնենք, ավելի լավացնենք, համապատասխանեցնենք դրան։ Ռուսաստանը մտնի այդ կոմունիկացիայի մեջ, հաղորդակցության մեջ, ինչ որ ձևաչափերով, ինչ որ տեխնոլոգիաներով, սա անհրաժեշտ է ուղղակի։ Հակառակ պարագայում եւ փաստաթղթերը չեն գործելու եւ խնդիրներն են շատանալու, որը իհարկե ոչ մեր, ոչ Ռուսաստանի շահերից չի բխում, անկախ նրանից վերջում պատերազմ կստացվի, կոնֆլիկտը կսրվի, ինչ կստացվի։ Եվ հենց այս համատեքստում եմ ես ասում, որ այո, ավելի լայն համատեքստ է պետք, ավելի լայն հարցերի շրջանակում սրանք պետք է լուծվեն։ Հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում միայն սա դիտարկել մենք դժվարանալու ենք, միանշանակ դժվարանալու ենք, հաշվի առնելով եւ քաղաքական ազդեցությունը, ներքին քաղաքական, եւ տնտեսական, եւ ռազմական, եւ սա չի հանգեցնելու հարցերի լուծման։ Սա կարող է սառեցնել, բայց չի հանգեցնելու խնդիրների լուծման։ Եվ այս պատճառով ես կարծում եմ, որ այո, պետք է այդ շրջանակը ընդլայնել, համատեքստը ընդլայնել եւ դրանց շրջանակում գնալ երկխոսության։ Շնորհակալ եմ, պարոն Ֆանյան, ձեր լուծումը, եթե կա այդպիսի լուծում։ Ես ամեն դեպքում ուզում եմ դիվերսիֆիկացիայի հարցին անդրադառնամ։ Կարծես թե մեր գործընկերները իրար հետ են քննարկում են դիվերսիֆիկացիայի հարցը, բայց քանի որ ես էլ խոսեցի, ու նաև ստիպված եմ, ոչ թե ստիպված եմ, այլ պետք է թվերով ներկայացնենք, հա։ Հայաստանից 2025 թվականին արտանվել է 110 միլիոն դոլարի միրգ, որից 104-ը Ռուսաստան 93%, հա, բանջարեղենի դեպքում 98%, զուգ ձկնամթերքի դեպքում 97%, հարց հնարավոր էր այս մասնաբաժինը նվազեցնել։ Ներառյալ այդ գազամուղով, ներառյալ ամեն ինչով, բնականաբար հնարավոր է։ Ունենք տնտեսական քաղաքականություն այս ուղղությամբ իրականացնելու։ Ունենք, որովհետև բոլորը խոսում են դրա մասին։ Իրականացնում ենք, չենք իրականացնում։ Հետևաբար խնդիրը իրականացման մեջ է։ Եթե կարելի է շարունակեմ անպայման կանդրադառնալ բանին։ Հեշտ ճանապարհ։ Ես ճանապարհը Ռուսաստանը հեշտ շատ միամտություն կլինի համարել, որ դա պետությունը, որ ամբողջը պետքա պետությունը, հա, վերցներ տաներ Եվրամիություն։ Բնականաբար դա մոլորություն է։ Բայց պետությունը պետք է այդ խթանները, ինստիտուտները ստեղծեր, որ մեր տնտեսվարողի համար այսպես քրիտիկական իրավիճակ չլիներ։ Հետևաբար, եթե այս իրավիճակն է, դա խոսում ենք բացթողումների մասին։ Պետք է նաև բացթողումներ ընդունել։ Եթե մեր խնդիրները մենք ճիշտ չենք գնահատում, մենք սխալ լուծումների ենք միշտ հանգելու։ Ինչ վերաբերում է գազին, այս պահին նույնիսկ գործող Հայաստան-Իրան գազամուղով տեխնիկապես հնարավոր է վերազինման պոմպերի արդյունքում ապահովել Հայաստանի ներքին սպառման գազի, նկատի ունեմ բացի Երևանի ջեկի այդ բարտերային մեխանիզմի, հա, մոտորապես 80-85%, տեխնիկապես հնարավոր է, եթե վերազինում իրականացնել։ Բայց ձեր հետ համաձայն եմ, մենք այնպես իրավիճակում ենք, որ չունենք այդ հնարավորությունը, հա, վերազինումը անելու, ուստեղ կա խնդիրներ, մենք գիտենք դա ոնց է եղել, որտեղ 2013-ի դեկտեմբերի 2-ը 12-ը նախորդ դրան նախորդել է սեպտեմբերի 2-ը։ Դեկտեմբերի 2-ին նախորդել է սեպտեմբերի 3-ը։ Սեպտեմբերի 3-ը, հա, այդ հայտնի երգը հիշեցրեց, բայց հիմա եթե փորձենք հասկանանք լուծումների առումով, հա, լուծումներ այսօր էլ կան։ Որ ասում ենք լուծումներ չի նշանակում մեր ցանկալի ամեն հնարավորություն, չի նշանակում։ Ճգնաժամային կառավարման Ճգնաժամային կառավարումը ես պետք է ասեմ, որ բավականին դրական եմ գնահատում այն քայլերը, որ մեր կառավարությունը այդ կար ժամանակահատվածում են աջակցության չափը, որ իրանք ցուցաբերում են, ասենք կերասի դեպքում 450 դրամ։
բավականին շոշափելի է, Իրանի դեպքում 250 եւ այլն։ Այսպես այս բանը դեռ գույքագրվում է, դեռ պիտի դրական եմ համարում։ Պարոն Գեորգյան, դրական եմ համարում, որովհետեւ ճգնաժամային կառավարման այդ միջոցառումների փաթեթը բավականին դրական է։ Դրական է ԵՄ-ի արձագանքը, դրական է այդ ավտոմատ առևտրային արտոնությունների համակարգը, որը ներդրվելու է Հայաստանի որոշ ապրանքների համար, լինելու են այսպես ասած 0%-անոց մաքսային դրույքաչափ։ Սրանք բոլորը դրական են, սա ողջունելի է եւ կառավարության կողմից եւ ԵՄ-ի կողմից։ Ես ընդունում եմ, որ նաեւ մեր տնտեսվարողները ավելի պրոակտիվ պետք է լինեն, այսինքն պետությունը ոչ մեկի ձեռքից չի բռնելու, տանի իր ապրանքը ծախի Վիեննայի շուկաներում, ասենք պայմանական ասած, չի լինելու։ Եթե խոսում ենք ընդհանուր հեռանկարի մասին, այստեղ շատ կարևոր է ժամանակը հասկանալ։ Էլի, այսպես ասենք, վեկտորը ուր է գնում այս տնտեսական հարաբերությունների։ Ես կարծում եմ, սա մեր համար ես հուսով եմ, որ պետք է լինի շատ լավ դաս։ Վստահ եմ, որ շաբաթների կամ հուլիսի վերջ, ասենք այդ ընթացքում այդ հարաբերությունները կարգավորվելու են, մեր ձկնամթերքը սկսելու համապատասխանի, չգիտեմ, բխպեղը համապատասխանի եւ այլն։ Բզեզները կոչնչանան։ Միանշանակ դա կլինի։ Նորից կգանույն։ Բայց սա պետք է լինի մեր տնտեսվարողների համար էլ դա, պետության համար էլ, որ ավելի պրոակտիվ պետք է զբաղվեն։ Մենք նայում ենք ինչքան են արտանման ռազմավարական ծրագրի ուղղությամբ կամ ընդունվել է 2025 թվականի հուլիսի 31-ին։ Ինչ կարելի ենք անում, ընկերներ։ Չի իրականացում այդ ծրագիրը, ես այդ իրականացման մասին եմ խոսում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ, որ եկաք Factor TV։ Մենք քննարկում ենք Հայաստանի տնտեսության այսօրը եւ ապագան հայ-ռուսական հարաբերությունները, նաեւ Եվրամիության աջակցության համատեքստում քննարկմանը մասնակցում էին Հայկ Ասֆանյանը, տնտեսագետ եւ Access վերլուծական կենտրոնի ղեկավար, Հայկ Գևորգյանը, տնտեսական մեկնաբան, ազգային ժողովի նախկին падգամավոր, Սոս Խաչիկյանը, տնտեսագետ, Արման Ղուկասյանը, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ եւ Դիանա Կարապետյանը, Ադրբեջանի հարցերով վերլուծաբան։ Շնորհակալություն Factor TV-ի գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետեւելու համար, հաջողություն։